Բուռն դժգոհություն եւ մտահոգությունների մեծ ալիք Աբովյան քաղաքում արդեն 2 օր է ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անվճար երթևեկություն ապահովող փոխադրամիջոցները լուրջ խոչընդոտների են բախվում իրավապահ մարմինների կողմից։ Կանգառներում գտնվող ոստիկաններն ամբողջ օրվա ընթացքում ոչ միայն արգելում են ուսանողական ավտոբուսների շարժը դեպի մայրաքաղաք Երևան, այլև թույլ չեն տալիս քաղաքացիներին օգտվելու անվճար փոխադրամիջոցներից։ Լավությունը չի ասնում այդ ժողովրդին։ Ժողովրդի արունն են քամում, ինչ են ուզում ես խեղճ ու կրակ ժողովրդին։ 50 սարքեն 100 սարքեն 200 սարքեն 300 մեղք ենք էլի թողեք ապրենք։ Ուսանող եմ ուղղակի Երևան 1000 դրամ տեղ եմ տալիս։ Այս քաղաքին այսենց 10 ձեռով պահում պահպանում է այդ մարդը։ Վերջապես ժողովուրդը այդ բողոքը ձայնը տեղ է հասել։ Ժողովուրդը մի քիչ օգտվելու շնորհակալության փոխարեն ինչ են ուզում ես խեղճ ժողովրդից։ Ոստիկանների կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի կոպիտ ոտնահարումը զայրույթի մեծ ալիքի առաջացրել աբովյանցիների շրջանում։ Նախ տրանսպորտի ուղևորցի կրկնակի թանկացում, ապա նաև ճնշումների եւ սպառնալիքների տեղատարափ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր կհանդգնեն օգտվել անվճար փոխադրամիջոցից։ Օրը ցերեկով սեփական քաղաքում սեփական կամքի վրա բռնանալը ոչ այլ ինչ է, քան ցինիզմի հասնող հանդգնություն, նշում են աբովյանցիները եւ ընդգծում։ Իրենց իրավունքների պաշտպանության համար ոչ միայն միահամուռ ուժերով են պայքարելու, այլև թույլ չեն տալու հեղինակազրկված եւ արատավոր համբավ ունեցող մարդկանց խոչընդոտել օրենքով ամրագրված իրենց իրավունքները։ Տեսել եմ, որ մարդկանց կայացնում են գայշտիկները։ Ես էլ տեսել եմ, որ նման բան չի եղել։ Այստեղ չէ եղել։ Եղել է, կանգնացրել են Բարգավաճի ավտոբուսը, ես մեքենայի մեջ եմ եղել, ուղարկել են ենկոմ, ես ապրում եմ 4-րդ միկրո, ինձ պետք չի ավտոկայան գնալը, ինձ ձեռ է տալիս, այսօր 4-րդ միկրո գնալը, ես անձամբ եղել եմ ավտոբուսի մեջ։ Անվճար ավտոբուսներին 2 ժամից ավել կայնեցրել են, ուղարկել են ավտոկա։ Ինչ են ասել, պատճառաբանությունը, որ ինչ։ Չի կարելի։ Ինչի համար չի կարելի։ Չեն ասել։ Դուք ուզում եք մարդկանց ստիպեք, որ մարդիկ չօգտվեն անվճար ավտոբուսներից, այսինքն ձեր եւ թերթերում հոդվածներ եք պատվիրում, որ մարդիկ ասում են, մեզ զորով անվճարից, մենք ուզում ենք նստենք վճարովի ավտոբուսը, մարդիկ մեզ ստիպում են, ասում են նստեք անվճարը։ Դուք հասկանում եք, որ ձեր ասացի մեջ դատարական լոգիկա չկա։ Այնպիսի պայմաններ ապահովեք երկրում, որպեսզի մարդիկ կարողանան, այո, որպեսզի մարդիկ կարողանան վճարել ավտոբուսի համար։ Չեք անհարմար, չեք զգում բա։ Այս իրավիճակի համար այսօրվա իշխանությունները իրենք պիտի իրենց հաց տան, ինչու է այսպես։ Այսինքն մարդ, որը անում է իրենց գործը, իրենք այդ մարդուն քննադատում ու արգելում են։ Այստեղ ոչ մի նորմալ բան չեմ տեսնում։ Ու այս ձևով մենք վաղվա ուր չենք տեսնում, քանի այսպիսի իշխանություններ ունենք։ Թեև տեսախցիկների անակնկալ հայտնությունից խուճապի մատնված ոստիկաններն ամեն կերպ փորձում էին պնդել, թե մարդկանց կամքի վրա ճնշումներ չեն գործադրվել, սակայն իրականությունն այլ բան է փաստում։ Ինչու է Գագիկ Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությունը խառնաշփոթ եւ իրարանցում առաջացրել տրանսպորտային մեկ այլ ընկերության շրջանում։ Հարցի պատասխանն աբովյանցիներից առանձնապես թվաբանական բարդ հաշվարկ չի պահանջում։ Սոցիալապես անապահով մարդկանց հաշվին սեփական բիզնեսը ծաղկացնելու փափագն այդպես էլ անիրականանալի երազանքների շարքում է մնում։ Անբարոյականություն, սա այն միակ բառն է, որով աբովյանցիները բնորոշում են կատարվածը։ Տեսել եմ, որ չեն թողել, որ նստեն ավտոբուսները։ Դաժե կանգնացնում են, ժողովրդին են իջացնում են, գայշնիկները կայնած չեն թողում, վերադասի կարգադրություն է երևի։ Չեն թողում, ասում են օգտվեք վճարովի տրանսպորտից, իրանք գրպաները բարակել է, էդ է պատճառը։ Համարները դատա գնում են, իրանք փորից արուն է գնում, բայց որ ժողովրդի փորից արուն գնում, իրանք ոչ մեկի վեճը չի։ Արգելի քաղաքացիներ, չի խոչընդոտվելու ձեր իրավունքը օգտվելու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսներից։ Ցանկացած խոչընդոտի դեպքում խնդրում եմ դիմել ազգային ժողովի падգամավորներին եւ այստեղ փող գնդապետը երաշխավորում է այդ իրավունքը։ Հետագից չխախտող բոլոր վարորդները, խախտում չտված բոլոր վարորդները իրենց ճանապարհում բարի ճանապարհ ունեն։ Ես տեսել եմ, որ անտեղի կանգնացրել են եւ ակտ են գրել։ Այդ ակտ գրելու մոմենտին ես կանգառում եմ եղել կանգնած։ 50 դրամ տրանսպորտ Աբովյանի մեջ աշխատում է, դարձին 100 դրամ, ինչն էր պատճառը, որ իրենք հարստանան։ Պարոն Ծառուկյանը կա, լինելու է ու պետք է լինի, ամոթ այն մարտին, որ նրա գործը խոչընդոտում է։
Առջևում խորհրդարանական ընտրություններ են եւ որոշ մարդկանց կարող է ձեռնտու լինել Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ նրա առաջնորդի բարի համբավն արատավորելը, նշում են աբովյանցիները։ Նրանց զայրացնում են ստահոդային տեղեկությունները, որոնք այսօրերին շրջանառվում են տարբեր լրատվամիջոցներում։ Բնակիչների պահանջը մեկն է՝ չսևացնել այն բարի գործը, որ կատարվում է եւ համոզված լինել։ Սեփականախորժակն իրենց միջոցներով հագեցնելու մոլուցքը երբեք իրականություն չի դառնալու։ Վարդուհի Մելտոնյան, Սյուզի Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։ Միջազգային շուկայում վերջին շրջանում նկատվել է ցորենի գնի բարձրացում։ Պարզվում է միջազգային գները առաջին հերթին ազդում են Գյումրու վրա, որտեղ մեկ հատ հացը թանկացել է 10-ից 20 դրամով, իսկ կիլոգրամը 40-ից 50։ Այս փաստը ուղղակի կաթվածահար է արել հասարակ գյումրեցիներին։ Ինչ ենեք, ես 130 դրամ, աշխատանք չկա, բան չկա, ուր դստանք որ առնենք։ Հա, ինչ 2000 դրամ նպաստ ավել ծրի նդորով հաս կթանկցնեն, ապրել հնարավոր է, սա մենք էլ ապրենք։ Այս պատկերում հստակ երևում է, որ ցորենի միջազգային գինը բարձրացել է, բայց դա կարճաժամկետ բնույթ է կրում։ Անգամ եթե ավելի ցածր արժեքով գնված ցորենի պաշարները սպառվեն, մեր ներկրողները որոշ ժամանակ կարող են նվազեցնել իրենց եկամուտը, ոչ թե բարձրացնեն գները։ Անգամ 10 դրամը հասարակ քաղաքացուն դժվարություն է պատճառում։ Դարապես պետք է հացը չթանկեր, որովհետեւ դիք առաջնակարգ սնունդն է մարդկանց։ Սորվա դրությամբ մարդը կուկակսը ես 3 հացի փոխարեն կարող եմ 2-ը կնել, որովհետեւ կրբանս չի ները։ Այս պահին մեր ժողովրդին այս թանկացումները բոլորովին պետք չէր, որովհետեւ տնտեսական ճգնաժամ ասելով դա անմիջապես ընտանիքների բյուջեի վրա է ազդում։ Սպառողական զամբյուղներ հիմնականում հացն է։ Հետաքրքիրն այն է, որ մայրաքաղաքում հացը չի թանկացել։ Կարելի է ենթադրել, որ հացի թանկացումը Գյումրիում զուտ կամայականության արդյունք է։ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչի հավաստմամբ Գյումրիում այս առիթով ուսումնասիրություններ են կատարվում։ Մենք այս հարցով համագործակցում ենք Շիրակի մարզպետարանի հետ եւ փորձում ենք բարձել իրավիճակը հացի շուկայում Գյումրիում։ Ուրեմն ինչ է կատարվել։ Գուցե երևանյան սուբյեկտները ըմբռնումով են մոտենում եւ գտնում են, որ չարժե փոքր-ինչ տատանումներից հացի ցորենի գնի բարձրացնել գները։ Սակայն ես նորից ասացի, որ Գյումրիում նորից նման բան եղել է այլ շուկաներում։ Հայաստանում յուրաքանչյուր թանկացում ուղեկցվում է հանրային բողոքներով, թեև Երևանի խանութներում հացի գնի բարձրացում չի նկատվում, բայց միջազգային գների շարունակական բարձրացման պարագայում գների բարձրացումը անխուսափելի կլինի։ Գևորգ Խաչատրյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է։ 2008-ի մարտի 1-ը սակայն հայկական իրականությունում բոլորովին այլ կերպ հիշվեց։ Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարով քաղաքացիների նստացույցը ողբերգական վերջաբան ունեցավ։ Ոստիկանությունը նշում է, որ օպերատիվ հաղորդագրություն էր ստացվել նստացույց անող քաղաքացիները զենք ու զինամթերք են թաքցնում։ Լուսաբացին ձեռնարկված օպերատիվ միջոցառումների հետևանքով ցույցը ցրվեց։ Խուճապը, ամենաթողությունը կամ ամեն ինչ փոխելու ցանկությունը գարնան առաջին օրը վերջինը դարձրեց 10 քաղաքացու համար։ Այն քաղաքական ուժը, որը պատասխանատու էր նաև դրա համար, այսինքն որ մարդիկ ոտքի էին կանգնել, պատասխանատվություն էր վերցրել մինչև վերջ։ Դեռ չկանգնեց այդ ուրեմն որ կրակողները պատասխան տան եւ մի խոսքով ստեղծվեց հայ իրականության մեջ շատ տխուր նախադեպ։ Մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող Հայաստանի կորսված գարունը ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը մեղավորներին միայն իշխանական թևում է փնտրում։ Անմասն չէին լրատվամիջոցները եւս։ Սպանվածներից մեկի մոր հավաստմամբ տղան իրադարձությունների կենտրոնում էր հայտնվել ճշմարտացի տեղեկատվություն ստանալու համար։ Խառնաշփոթ է ինֆորմացիայի, որ հնարավոր չէր ասենք ճշտել ի վերջո որ նա ճիշտ է։ Եվ այս կինը ասում էր դրա պատճառով էր որ իմ տղան իջավ քաղաք։ Ի վերջո հասկանալու ինչ է կատարվում այնտեղ։ Եվ այդ իջնելը եղավ ճակատագրական այդ մարդու համար։ Մարինե Պետրոսյանը 4 տարի առաջ այսօրը հիվանդանոցում է եղել, թե ինչ է կատարվում երկրում լրատվամիջոցներն են տեղեկացրել։ Առաջինը կրակարծակողը նրա համոզմամբ մամուլն էր։ Հանրապետական падգամավորի հավաստմամբ էլ մարտի 1-ի մեղավորներին գտնելու եւ պատժելու գործում իշխանությունը շահագրգիռ է, անում է հնարավորինս։ Իշխանությունը իր վերջին 4 տարիների ընթացքում կատարած քայլերի միջոցով նաև ապացուցեց այն, նաև ապացուցում է այն, նաև հույս եւ հավատներ շնչում, որ մենք մեր բոլոր քայլերը, բոլոր գործողությունները, բոլոր ծրագրերը ուղղում ենք դեպի հասարակություն առայն, որպեսզի նորագույն մեր այս պատմության կամ ընտրությունների մեջ որևէ նմանատիպ մարտի 1 եւ նմանատիպ էջեր մենք չունենանք։
Ով է մեղավորին, հաջորդում է ինչ անել հարցը։ Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը քաղաքացիական հասարակության կայացման հիմքը փոքրիկ շարժումներն է համարում։ Հայաստանի միակ ռեսուրսն ակտիվ ու գիտակից քաղաքացին է, ռեսուրս, որը մարտի 1-ին ուղղակի չօգտագործվեց։ Մեկ մարդու ուրեմն անվճռականության պատճառով ամբողջ ցրվեց։ Ես եթե հիմքը լինեն տարբեր խմբեր, այդպես չի կարող լինի, այսինքն մի խումբի, այսինքն մեկ մարդուց չի կախված լինի եւ արդյունքում հնարավոր չի լինի այդ շարժումը կոտրել։ Քաղաքացիական շարժումներին համակրանքով է վերաբերվում նաև Տիգրան Պասկևիչյանը, միայն թե նրանց ապաքաղաքականացված պայքարի իմաստը չի հասկանում։ Ի վերջո հարցերը լուծում ստանում են քաղաքական դաշտում։ Այդ շարժումները պետքա ճշգրտեն իրենց անելիքը։ Հովհաննես Սահակյանը քաղաքացիական հասարակության ձևավորումը մարտի 1-ի զարգացումների հետ կապելը անտրամաբանական է համարում։ Յուրաքանչյուր դեպք իրադարձություն անցանկալի, երբ որ իրականանում է կամ տեղի է ունենում, ապա մենք անմիջապես մտածում ենք, ինչ քայլեր կարող ենք անել, որ դա բացառենք։ Եվ մենք նույնպես մտածել ենք եւ կարող ենք ասենք քայլեր կային, որ կատարենք կամ բացառենք։ Մարտի 1-ի դասերը յուրովի սերտած գործիչների հավաստմամբ ժողովրդավարության ձգտող երկրում հասարակական նման ակտիվություն կրկին հնարավոր է, սակայն թե իշխանության, թե ընդդիմության, թե շարքային քաղաքացու համար մարտի 1-ի սցենարի կրկնությունը անթույլատրելի է։ Քաղաքացիական ու քաղաքական գարուններն առանց մեկ իսկ զոհի էլ կարող են գալ։ Տաթև Դանիելյան, Գևորգ Խաչատրյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Քաղաքամեր Երևան Դավթաշեն վարչական շրջան, քաղաքականություն մուտք գործելու պատասխանատու որոշում։ Մոտ 1000 դավթաշենցիներ այլևս Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ են։ Կուսակցություն մուտք գործելու արարողությունը նշանավորվում է հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումով։ Ինչպես ամբողջ հանրապետության տարածքում, այնպես էլ այս համայնքում ԲՀԿ շարքերի համալրման գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Նշում են կուսակցության տարածքային կառույցի պատասխանատուները եւ հավելում, որ ԲՀԿ մուտք գործելու շուրջ 1000 դիմումները ստացվել են վերջին 3 ամիսների ընթացքում։ Մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյան, կուսակցականների անդամակցությունը վկայում է ձեր եւ ձեր կողմից առաջնորդվող Բարգավաճ Հայաստան կուսակցության այն գործունեության մասին, որը երկրի քաղաքական թե սոցիալ-տնտեսական դաշտում ողջ հայ ժողովրդի մեծ ձեռք է բերել Բարգավաճ Հայաստանի կառուցման հույսի ու հավատի լուրջ երաշխիք։ Կատարել ԲՀԿ կանոնադրական պահանջները, բարձր պահել կուսակցականի պատիվը, գործել փոխադարձ հանդուրժողականության ու հարգանքի մթնոլորտում։ Հոտնկայս երթումը վերահաստատում է կուսակցական դառնալու որոշումը։ Երթվում ենք։ Կուսակցական կրծքանշաններն ու վկայականները քաղաքական նոր ուրվագծվող ուղու առաջին քայլերն են միայն։ Հաջորդիվ արդեն Բարգավաճ երկրի կառուցման գործընթացին ուղղված հաստատուն քայլերն են լինելու, նշում են նորաթուխ ԲՀԿ-ականները։ Կուսակցություն մուտք գործելու շարժառիթները տարբեր են, գաղափարական մոտեցումների համատեղելիությունից մինչև անձնական դրդապատճառներ։ Ես պաշտում եմ Գագիկ Ծառուկյանին եւ մեծ հավատով լցված եմ։ Որպես երիտասարդ ուզում եմ կառուցել Բարգավաճ Հայաստան այս կուսակցության հետ շատ վստահում եմ, հավատում եմ։ Ինչու եմ անդամագրվել այս կուսակցությանը, որովհետև այն շատ ուսումնադարձնում առաջին հերթին ուսանողությանը։ Մենք խնդրում ենք, որպեսզի դուք առաջնորդեք մեզ, քանզի մենք իդեմս ձեզ տեսնում ենք մի մարդու, մի առաջնորդի, որը ունի եւ հնարավորություն, եւ որ ամենակարևորն է ցանկություն, որպեսզի անի ամեն ինչ ամբողջ աշխարհով սփռված մեր հայությանը Հայաստան հավաքելու։ Շնորհակալ ենք, ուղեկցեք մեզ։ Շնորհակալ։ Ողջունելով կուսակցականներին ԲՀԿ նախագահն ընդգծում է, որ քաղաքականություն մուտք գործելու որոշում կայացնելու պահից յուրաքանչյուր ոք պատասխանատու է թիմային աշխատանքի արդյունավետության համար։ Փոխադարձ հարգանք եւ անկեղծություն։ ԲՀԿ առաջնորդը կարևոր է համարում այս երկու որակների առկայությունը, իսկ ինքն իր հերթին մշտապես պահելու ու պահպանելու է կուսակցականների հավատը։ Եթե մարդը քաղաքականությամբ զբաղվում է, պետք է հասկանա, որ այդ պահից արդեն ինքը պատասխանատու է հանրության ժողովրդի կուսակից ընկերների համար, ոնց որ պատասխանատու է իր ընտանիքի, իր կոլեկտիվի համար։ Այն վստահությունը, հավատքը, որ ժողովրդի մեջ կա, որ տեսնելով հավատում են, ուրեմն ես կարամ կորցնեմ, կարամ տուժեմ, բայց երբեք ու երբեք այդ վստահությունը, հավատքը չեմ կարող կորցնել։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ հանրապետության լավագույն մասնագետների աջակցությամբ արդեն իսկ պատրաստ է խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ ծրագիրը, որտեղ առանձին ենթաբաժիններ են հատկացված տարբեր բնագավառներին։ Տնտեսության զարգացում, գիտության, կրթության հիմնահարցեր, շրջակա միջավայրի պահպանություն, արվեստ, մշակույթ, սպորտ։ Ծրագիրն իրատեսական է, այն կյանքի կոչելու համար նախատեսված թիմը գաղափարապես հզոր, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Մեր խոսքը միշտ գործ է եղել։ Մենք հենց այնպես օդի մեջ չենք կարող ասել այդ հեղինակությունը հարգանքը կորցնելու համար, այլ հակառակը ինչ որ կա, ավելի ամրապնդելու, հարգանքները ավելի մեծացնելու։ Ես կարիք ունեմ ժողովրդի օրհնանքի խոսքը ստանալու,
որ ապագան ավելի փայլուն լինի։ Ամեն մարդ կարողանա գործ ունենա, հնարավորություն ունենա իր ընտանիքը պահելու, երեխային կերակրելու, ծնողին հագցնելու եւ կյանքի բարիքներից օգտվելու։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ ձեզնից շնորհակալություն հայտնել եւ իմանալ, որ այդ վստահությունը հավատքը սրբությամբ ես պահել եմ պահպանեմ։ Աստված ձեզ պահապան, մինչեւ ընտրություններ։ Շնորհակալություն։ Խոսքից ի գործ ամփոփելով նշում է ԲՀԿ առաջնորդը, հորդորելով բոլորին հենց այսօրվանից լծվել կուսակցական աշխատանքներին։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համարցումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պայքարը նոր նրբերանգներ է ձեռք բերում։ Այն թեժացել է այս կամ այն կուսակցությանը հարող կամ հենց կուսակցության շարքերում ընդգրկված կանանց շրջանում։ Հայաստանի Հանրապետության ընտրական նոր օրենսգիրքը նախատեսում է օրենսդիր մարմնում կանանց ներկայության ավելացում։ Սրանով էլ պայմանավորված է մրցակցությունը, թե հատկապես ով կհայտնվի կուսակցությունների համամասնական ցուցակների անցողիկ տեղերում։ Ներկայիս 4-րդ գումարման խորհրդարանում գործում է 11 կին падգամավոր։ Կարող ենք ասել, որ նրանց կողմից ակտիվության պակաս չի զգացվել։ Կարծում եմ, որ բոլորի մոտ էլ հաջողվել է իրենք իրենց առաքելությունը կատարեն։ Շատ տղամարդիկ ազգային ժողովի падգամավորների մեջ, որ ձեռքները դնեն իրենց խղճին, պիտի խոստովանեն, որ կանայք 11 այն կանայք, որ աշխատում են ազգային ժողովում, շատ ավելի արդյունավետ են աշխատում, քան մնացած 120-ը։ Ժառանգություն խմբակցությունում կին եւ տղամարդ падգամավորների ընդգրկվածության հարցում գործել է 50-50 համամասնությունը։ Անահիտ Բաղշյանի ներկայացրած խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հարցը դիտարկում է ոչ թե կանանց ու տղամարդկանց ծառային պատկանելության, այլ նրանց ունակությունների ու կարողությունների հարթությունում։ Այն խնդիրները, որոնց նկատմամբ տղամարդիկ կարող են շատ զգայուն չլինել, դառնում են կանանց առավել մեծ ուշադրության առարկան եւ հենց դրանով կանայք լրացնում են եւ ամբողջական են դարձնում մեր բոլորի մոտեցումը խնդիրներին։ Դա մի ռեսուրս է, որը ցավոք Հայաստանում մնում է չօգտագործված ամբողջությամբ։ Նկատենք, որ մեր երկրում բնակչության կեսից ավելին հենց կանայք են, ընդ որում նրանց 70%-ը բարձրագույն կրթություն ունեն։ Բացը թերևս լրացնելու կանտրական օրենսգրքում կատարված փոփոխություն է, համաձայն որի կուսակցությունների համամասնական ցուցակներում երկրորդ համարից սկսած յուրաքանչյուր հնգյակում ներկայացվածներից մեկը պարտադիր պետք է կին լինի, ասել թե 20%-ը։ Նրանց ներկայությունը նաև կօգնի, որպեսզի ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին, որպես քաղաքական մարմին նաև եւ որպես քաղաքական տեսակետները մեր հանրությանը հասցնող համար առաջի միկրոֆոն եւ ամբիոն ավելի արդյունավետ օգտագործվի։ Այստեղ առաջանում է մի մտավախություն։ Կանանց առավել մեծ թվով ընդգրկվածությունը խորհրդարանում միայն օրենքի պահանջի կատարմանը միտված չլինի։ Չպետք է քվոտավորվի այն աստիճան, որ պարտադրված բերեն գան մարդիկ խորհրդարան, ովքեր որ պատգամավորական աշխատանքից գաղափար անգամ չեն ունենա, այսինքն պիտի ինքնանպատակ չլինի։ Խորհրդարանական ընտրություններին պատրաստվող կուսակցություններում ոչ պակաս թեժ հարցերից մեկը վերաբերում է նրան, թե կանանցից ովքեր կընդգրկվեն համամասնական ցուցակներում։ Շատերն այն համոզմանն են, որ երբ բանը հասնում է թեժ իրավիճակներին, ապա կանայք հակված են կոնֆլիկտային իրադրությունները հարթել ավելի մեղմ ու ռացիոնալ ճանապարհով։ Այնպես որ գոնե այս հարցում 5-րդ գումարման խորհրդարանին բախտը կարող է ժպտալ։ Քրիստինե Սուքիասյան, Հովհաննես Չապարյան, Էպիկենտրոն։ Կառավարության նիստերի դահլիճում մեր երկրի օրհներքի հնչեցմամբ ազդարարվում է միավորված աշխատանքային կուսակցության 8-րդ հերթական համագումարի աշխատանքների մեկնարկը։ Օրակարգի հաստատումից հետո տեղի են ունենում կուսակցության կանոնադրության փոփոխություններն ու հերթը հասնում է կուսակցության նախագահի ընտրությանը։ Առաջադրված միակ թեկնածուի Գուրգեն Արսենյանի օգտին համագումարի բոլոր պատվիրակները կողմ են քվեարկում։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար Գուրգեն Արսենյանը նշում է, որ գործունեության 10 տարիների ընթացքում ՄԱԿ-ը արտահայտել է հստակ քաղաքական դիրքորոշումներ՝ ի տարբերություն այլ քաղաքական միավորների եւ այսօր էլ շարունակում է հավատարիմ մնալ դրանց։ Համագումարի երկրորդ հատվածում, երբ ՄԱԿ-ը պետք է հայտարարեր 2012-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ, աշխատանքներին միացան նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանն ընդգծում է, որ քաղաքական դաշտի ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին սատարել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ հանդես գալ միասնական ցուցակով։ Որոշումը ընդունվում է միաձայն եւ բուռն ծափողջուններով։ Միավորված աշխատանքային կուսակցության նպատակները, միավորված աշխատանքային կուսակցության բարոյական համակարգը, արժեքային համակարգը, այս սկզբունքները, որի կարող ենք մենք ամենահամահունչն է եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրերի եւ մոտեցումների։ Միավորելով մեր ջանքերը, կունենանք ավելի լավ Հայաստան, կունենանք ավելի բարեկեցիկ Հայաստան,
կունենանք ավելի ապահով միջավայր մեր երկրում, ու կունենանք ավելի պաշտպանված երկիր։ Քաղաքական թշնամանքի ռեժիմից ուզում ենք տեղափոխվել քաղաքական մրցակցության դաշտ եւ դրանից կօգտվեն բոլորը, նշում է Գուրգեն Արսենյանը։ Ողջունելով համագումարի պատվիրակներին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնում նման բարձր գնահատականի եւ վստահության համար եւ հավելում, որ միասնական ու թիմային աշխատանքով հնարավոր է կյանքի կոչել երկու կուսակցությունների կողմից նախանշված ծրագրերը։ Համագումարի հարգելի պատվիրակներ, նախ եւ առաջ սրտանց ուզում եմ ձեզ ողջունել եւ ողջունել ձեր այսօրվա որոշումը, որ սատարել եք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ միասնական եք մասնակցելու առաջիկա խորհրդանական ընտրություններին։ Մենք գնահատում ենք այդ ձեր որոշումը, համոզված ենք, որ մենք միասնական իրար հետ մասնակցելով առաջիկա խորհրդանական ընտրություններին կարող ենք իրականացնել մեր նպատակներն ու ծրագրերը, կյանքի կոչել, որ ունենանք հզոր երկիր, բարեկեցիկ Բարգավաճ երկիր։ Հիմնականում մեր նպատակները բոլորիս մեկն է՝ ունենալով հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք։ Իսկ դրա համար ամենակարևորը անհրաժեշտ է կամք, ձգտում, աշխատասիրություն, միասնություն, համախմբում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը արդեն ունի իր ծրագիրը, որը ընդհանրապես միշտ մեր խոսքը գործ է եւ համահունչ է մեր ծրագիրը մեր խոսքին։ Եվ ամենակարևորը մենք պետք է կարողանանք միասնական հանրության կողմից այդ վստահությունը ու հարգանքը կա, սպասելիքը որ կա, անպայման մենք պետք է կարողանանք դա իրականացնել եւ կյանքի կոչել։ Եվ այդ վստահությունը հավատքը ոչ թե պահել, այլ կրկնապատկել։ Ամենակարևորը ես ուզում եմ ասել, որ այդ վստահությունը հավատքը սրբությամբ մենք պահել ենք, պահպանենք միասնական մեր ուժերով, մեր աշխատանքի շնորհիվ։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի համար, քանի որ կանխորոշվելու է մեր երկրի առաջիկա մի քանի տարիների ճակատագիրը եւ այս գործում կարևոր է յուրաքանչյուրի ընտրությունը, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Խորհրդարանական ընտրություններից է կախված, թե առաջիկա տարիներին Հայաստանը ինչ տնտեսություն կունենա եւ առաջիկայում ինչ կառավարություն կձևավորենք մենք։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք միասնական ապահովել արդար, պարզ, թափանցիկ ընտրություններ։ Ժողովուրդը պետք է իմանա, որ իր քվեն պարտադիր է, որ մենք պահելու ենք այդ ձայնը եւ տեր ենք կանգնելու եւ ձայնի համար եւ մեր երեխաների ապագայի համար։ Ամենակարևորը անհրաժեշտ է, որ մենք կարողանանք միասնական ու սոսի տված համատեղ աշխատենք, իրականացնենք մեր ծրագրերը, մեր նպատակները, իրականություն դարձնենք ժողովրդի սպասելիքը։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ ողջունել ձեր այդ որոշման համար եւ ցանկանալ միասնական արդյունավետ աշխատանք։ Աստված ձեզ պահապան, շնորհակալություն։ Կա ցանկություն դրական փոփոխություններ իրականացնելու ու կյանքն ավելի լավը դարձնելու համար, իսկ ցանկությունները կյանքի կոչելու համար պետք է կամք ու ձգտում։ Միասին ու միասնական թիմով մենք պատրաստ ենք դրան, ամփոփում են համագումարի մասնակիցները։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին։ Շնորհավորելով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված ակտիվ փոխգործակցությունը մեր երկրի տարբեր կառույցների հետ արդյունավետ շարունակություն կունենա։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Անդրեյ Սորոկինը նշել է, որ թե Հայաստանի իշխանությունների եւ թե միջազգային հանրության համար այսօր առաջնահերթ է առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները։ Պետք է ամբողջ ջանքերը նպատակաուղղել Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, նշել է Սորոկինը, վստահություն հայտնելով, որ այդ ճանապարհին իր ակտիվ դերակատարումն է ունենալու նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ օրենքի տառին եւ ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը կուսակցության առաջնահերթ խնդիրներից է։ Այս առումով ԲՀԿ նախագահը կարևոր է համարել ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլև միջազգային այլ դիտորդական առաքելությունների դերը, ակնկալելով նրանցից անաչառ գնահատականներ։ Հարգելի պարոն Սորոկին, ուրախ եմ հյուրընկալել ձեզ այստեղ։ Ինչպես ձեր, այնպես էլ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար չափազանց կարևոր է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան ընտրությունների անցկացումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը առաջիկա խորհրդարանական ընտրություններն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։ Մեզ համար մեծ կարևորություն ունի բնակչության ակտիվ ներգրավվածությունը ընտրական գործընթացին։ Մենք պետք է հետևողական լինենք եւ տեր կանգնենք յուրաքանչյուրի քվեին։ Для нашего народа, нашего государства. Հարգարժան պարոն Ծառուկյան, մենք համոզված ենք, որ շատ խնդիրներում ունեցած մեր տեսակետների համապատասխանությունը էապես կնպաստի համատեղ արդյունավետ փոխգործակցության եւ զգալի հաջողություններ գրանցելու գործում։ Այս ամբողջ ժամանակահատվածում մենք հետևողական ենք եղել ձեր գործունեությանը, համոզվելով, որ դուք իսկապես գործի մարդ եք։ Ձեր խոսքը գործ է եւ մենք վստահ ենք, որ ձեր աշխատանքի հիմքում ժողովրդավարական ամենաբարձր արժեքներն են։
10,000 մարդ Գուբայի կենտրոնում։ Քաղաքացիական պատերազմ հիշեցնող այս տեսարանները նաև այս պահին հարևան Ադրբեջանի հյուսիսում են տեղի ունենում։ Փակվել են փողոցները, չեն գործում պետական հաստատությունները, ոստիկանության ուժերը բավարար չեն կրքերը հանդարտեցնելու համար։ Իլհամ Ալիևի հրամանով տարածաշրջան են մտցվել հատուկ ջոկատայիններ, որոնք առայժմ ջուր ու արցունքաբեր գազ են կիրառում ցուցարարների դեմ։ Գուբայի 150,000-ի հասնող բնակչության ճնշող մեծամասնությունը լեզգիներ են։ Դեղ կրոնական տեսքի, ասենք, պատրվակով, բայց կուտակվում է բացասական շատ մեծ էներգիա։ Գուբայի ղեկավար Ռաուֆ Հաբիբովը օրեր առաջ վիրավորական արտահայտություններով էր դիմել տեղի բնակիչներին։ Հրաժարական պահանջող ցուցարարներից Հաբիբովն իհարկե հրապարակավ ներողություն խնդրեց, բայց հրդեհի համար կայսն արդեն եղել էր։ Գուբայի արդեն նախկին ղեկավարը ստիպված էր փախուստի դիմել, ունեցվածքը թողնելով վիրավորված ու զայրացած ամբոխին։ Հայտարարված արտակարգ դրությունը անհանգստացրել է ոչ միայն գործող իշխանությանը, այլև նույն այդ իշխանության դեմ Միացյալ Նահանգներից պայքարող ընդդիմադիր Ռասուլ Գուլիևին։ Ինչու հենց Գուբայում։ Չէ՞ որ Գուբայի պես նույնպիսի իրավիճակ Ադրբեջանի բոլոր շրջաններում է։ Դեռևս 2011-ի դեկտեմբերին եմ ես ասել, որ այս ռեժիմը չի կարող երկար դիմանալ։ Ադրբեջանական ժողովուրդները մի օր կսթափվեն եւ այդ սթափությունը կվերածվի զանգվածային բողոքների։ Գուբայի իրադարձությունները ապացուցեցին, որ քաոսի հավանականությունը Ադրբեջանում շատ բարձր է։ Կան շրջաններ, մասնավորապես Նախիջևանը, որտեղ ապրելն ավելի դժվար է։ Ադրբեջանում ընդհանուր առմամբ Բաքվից զատ բոլոր մյուս տեղանքներում, տարածքներում ոչ մի տնտեսական զարգացում, որը ասենք զեկուցում Ադրբեջանը տարբեր միջազգայնացաներում չկա։ Այդ անկախ Ադրբեջան կոչեցելը ոչ մի բանով չի տարբերվում խորհրդային Ադրբեջանից։ Այն առումով, որ քարոզչությունը մի քիչ ավելի շատ ու ասենք առաջ է արդեն վազել, քան թե իրական ասենք պատկերը։ Խորհրդային թե անկախ Ադրբեջանում Գուբան ըստ ադրբեջանցի վտարանդի գործչի եղել է լավագույն բնակլիմայական եւ աշխարհագրական տարածքներից մեկը, սակայն գործող իշխանությունները դժոխքի են վերածում բնակչության կյանքը, վատագույնի հասցնելով սոցիալական վիճակը, տեղական կառավարման մարմինների ղեկավար նշանակելով ոչ թե մեծամասնություն կազմող լեզգիների, ուդիների կամ թալիշների, այլ պարտադիր թուրքական ծագման ներկայացուցչի։ Այն տարածքները, որոնք բնակեցված են ոչ թուրքերով, վաղ թե ուշ ոտքի են կանգնելու։ Չպետք է զարմանալ, որ կարող է իրադարձությունների շղթան տարածվի ամբողջ հյուսիսային Ադրբեջանի շրջաներին։ Դժգոհությունը աճում է նաև Կուսարիայում եւ կրկին գործադիր իշխանության ճնշումների պատճառով։ Այնտեղ լեզգիներն ավելի շատ են, քան Գուբայում։ Կուսարիայում դժգոհության պատճառն այն է, որ հիմա լեռնադահուկային հանգստի գոտի ստեղծելու պատրվակով Շահդաղ լեռանը հարող տարածքից տեղահանում են դարերի պատմություն ունեցող լեզգիական գյուղերը։ Գյուղացիները դեմ են, նրանց վրա ճնշումներ են գործադրվում, մարդկանց առանց պատճառների ձերբակալում են։ Ռասուլ Գուլիևը շեշտում է, Գուբայի ազդեցության գոտին անպայման կտարածվի, ինչը հնարավորություն կտա ազատվել Բաքվի եւ Նախիջևանի կառավարող կլաններից։ Նրանք արդեն համատարած ձերբակալություններ են սկսել Գուբայում, սակայն ընդվզման ծավալը դրանից չի փոքրանում։ Արաբական գարնան ադրբեջանական կրկնություն հայ եւ ադրբեջանցի փորձագետները չեն կանխատեսում, սակայն համոզված են, ադրբեջանական լծից ազատվելու գործընթացը սկսվել է Արցախով, կշարունակվի Գուբայում, Լենքորանում ու Նախիջևանում։ Նաիրի Հոխիկյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։ Թուրքիայի մշակույթի այս տարվա Գրամպրիները 3 անձամբ երկրի վարչապետն է հանձնել 4 մրցանակակիր լուսանկարիչներին։ Իսկ երբ հերթը հասել է Արա Գյուլերին, Էրդողանը վերցրել է թղթակիցներից մեկի լուսանկարչական խցիկն ու մի քանի անգամ լուսանկարել նրան։ Ինչպիսին է եղել արդյունքը հայտնի չէ, սակայն ինքն է նույն հանդիսությանն ասել, որ հիմա ամեն մեկի գրպանում լուսանկարչական խցիկ կա, բայց մեծ լուսանկարչությունը ամեն մեկի խելքի բանը չէ։ Օրերս թուրքական հյուրի հետ Daily News 13-ին տված ծավալուն հարցազրույցում Արա Գյուլերը կարծիք է հայտնել, թե իսկական լրագրողը ֆոտոթղթակիցն է եւ ոչ թե զուտ տեքստ գրողը։ Տնտեսագետի համալսարանական կրթության ֆոտոթղթակիցը իր աշխատանքային կենսագրության 62 տարիներին աշխատել է ոչ միայն տեղական, այլև աշխարհի հեղինակավոր հանդեսների ու թերթերի համար։ Արա Գյուլերն է 1959-ից 61 թվականներին առաջինը ինքնաթիռից լուսանկարել Արարատի գագաթին երևացող փոսը, որն աստվածաշնչյան տապանի իր ճշգրիտ չափսերով նրան համոզել է, որ հաստատ տապանից մնացած խորությունն է։
է։ Արա Գյուլերն է իր լուսանկարներով աշխարհի համար բացահայտել Նեմրութ Լեռան հայկական արձանավայրն ու հնագույն հռոմեական Աֆրոդիսիաս քաղաքը, եւ վերջապես Արա Գյուլերն իր ժամանակի պատմությունն ու հատկապես հայտնի Ստամբուլ քաղաքն արձանագրել է ոչ թե 4 չրխկոցով, այլ մեծ գեղագետի հոգու հայկական աչքով։ 1961 թվականին որպես աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը, նրա լուսանկարները հրապարակվել են բրիտանական լուսանկարչական անթոլոգիայում։ 2 միլիոն լուսանկարների արխիվ ունի Արա Գյուլերը։ Դրանք զբաղեցրել են հորից ժառանգած տան 3-րդ հարկը։ Չի ուզում իր արխիվից որևէ մաս առանձնացնել, ասելով այնտեղ շատ կարևոր բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Ազատության հրապարակը ճաքել է բառի ուղղակի իմաստով, ոչ ցուցարարների ծանրությունից։ 2.5 տարի առաջ շահագործման հանձնված ստորգետնյա ավտոկայանը տեղին է պատճառը։ Ազատության հրապարակում բավականին մեծ կառույց է, 3 հարկանի, եւ նրա կազմված է տարբեր սեգմենտներից մի քանի շինություններ են համատեղ միտեղ հավաքված։ Եվ երկու սեգմենտների միջև գտնվող կար կա, որը թե սեյսմիկ, թե նստվածքային եւ թե ջերմային կարն է։ Ջերմաստիճանի փոփոխության եւ նստվածքների պարագայում, որպեսզի շենքը առանձին աշխատի, հենց դրա համար կարը թողնված է։ Այս զուտ էսթետիկական տեսանկյունից, որ նայում ենք, ճաք է առաջացել, մի քիչ տեն սիրուն չի, կարծեք թե մտածում են այնտեղ ինչ-որ վտանգավոր բան կա։ Մասնագետը սակայն հավաստիացնում է, որ վտանգավոր ոչինչ չկա։ Շինարարությունն արվել է շինարարական բոլոր նորմերին համապատասխան, ամեն ինչ նախատեսվածի պես է, այդ թվում եւ այս ճաքը։ Մի քիչ էլ անգամ ուրախացնող երևույթ է, որ ճաքը բացվել է, որովհետեւ շենքը փաստորեն իրոք ինչպես նախատեսված է, այնպես էլ աշխատում է։ Այսինքն տարբեր տիպի նստվածքների պարագայում բարձր չէ, ասֆալտի վերին շերտը նա չոր մակերևույթը չեր կարել տատանումներին դիմանա եւ պետք է ճաք առաջանար։ Գարնանը ճաքը վերածվելու, ասֆալտն էլ վերականգնվելու է, ընդ որում վերականգնման աշխատանքները կամ շինարարությունն իրականացնող Ռենկո ընկերությունը կամ էլ հենց քաղաքապետարանն է անելու։ Սակայն այսքանով հարցը վերջնական լուծում չի ստանալու։ Մեկը մի 2 տարի հետո նորից պետք է ճաքը առաջանա նորից պետք է վերանորոգել։ Ուրիշ ձև չկա դրա։ Մասնագետը նաև պնդում է, որ նման ծավալուն շինության պարագայում այլ լուծում հնարավոր չէր։ Ինժեներական միտքը դեռ ավելի լավ տարբերակ չի գտել։ Անի Արտենյան, Հովհաննես Չապարյան, Էպիկենտրոն։ Մարդ եւ բնություն հարաբերությունների արանքում հայտնվել է երրորդ միջանկյալը՝ շահը։ Եթե մի ժամանակ բնական վիճակը համարվում էր մարդու միաձուլումը բնությանը, այժմ դա արդեն պատմություն է։ Հայտնվել է շահը, որին ձգտում է թե մարդը, թե բնությունը։ Մաշտոցի այգում պայքարի 22-րդ օրն է։ Հայտարարվել է քաղաքացիական ամբիոնի ազատ շփման օր։ Վեր են հանվում հարցեր, որոնք սպասում են լուծումներին։ Մեր շարքերը օրից օր ավելանում են, ես դա կարամ հստակ ասել եւ շատ ուրախ ենք դրա համար։ Ինքնորոշված քաղաքացիները շատանում են։ Ամեն ինչու ունի իր որովհետևը, ուստի թե ինչու է գոյացել խնդիրների այս սարը բնապահպանության ոլորտում, ունի իր պատճառները, սկսած անտարբերությունից մինչև փոփոխություններ կատարելու քայլերի նկատմամբ վախ։ Իսկ հասարակությանը հայտնի անձանց ինչն է բերել պայքարի դաշտ, միգուցե նրանք էլ արթնացել են անտարբերության խորը քնից։ Այս երիտասարդությունը մեր ոսկի երիտասարդությունն է, որ այսօր դուրս է եկել պայքարելու ոչ միայն այգիների համար, այլ իրենց ճիշտ դիրքորոշման համար։ Ինչևէ, Միքայելին հաջորդում է մյուսը։ Արդեն կշտացել ենք այդ ամենուրեք նույն խանութները տեսնելուց, այսինքն նույնից միլիոն հատ արդեն հագեցել ենք։ Մենք հենց պատրաստել ենք, որ հենց արդեն հանեն այստեղից այս կրպակները, մենք գալու ենք ու սկսենք ծառեր տնկել։ Բաց ֆորումի ժամանակ բնապահպանները հստակ ձևակերպեցին իրենց պահանջը, ապա մոնտաժել Մաշտոցի այգում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը եւ վերականգնել հանրային տարածքը՝ իշահ հանրային սեփականության իրավունքի։ Նարեկ Գրիգորյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։